Ինչ ասեմ աղջիկ ջան, չգիտեմ, Երևանից շոկի մեջ ենք։ Սպես ահավոր բան, սպես զուլում ու տեղեր եղել, չգիտեմ, այդ երեխեքը ինչի պես եղան, ինչի գնացին այդպես եղան, մենք էլ չենք պատկերացնի։ Երևանից չգիտեմ, ամբողջ գյուղը ողբերգության մեջ է։ Իրանք լավ ընտանիք էին, լավ մարդիկ էին։ Երեխեքը, քյուրփա երեխեքը, չգիտեմ ինչ ասեմ։ Ինչով էին զբաղվում։ Իր տնտեսության գործերով, վարտագնա աշխատանքի էր գնում։ 31 տարեկան տղա է, ինչ կտեներ, իր երեխեքը 5 հատ երեխա, կինը շատ շնորհքով, շատ խելացի, շատ լավ ամուսիններ էին։ Մայրը ինչով էր զբաղվում։ Տունը, տնային տնտեսչուհի էր մայրը, ոչ մի բանով ինքը չի աշխատել, տունն էր։ Մայրն է խելոք շնորհքով աղջիկ էր, ջահելել էր, ամբողջ ընտանիքն է ողբերգական վիճակ էր, շատ ջահել ընտանիք էին։ Պես բան 5 հոգի մեկից։ Վթարը աղին գյուղի հատվածում երևի կսենը տեղ է եղել։ Ինչ կապ ունեն իրենք այդ գյուղի հետ։ Իրանք գնում էին իր պապայի, Հարսի պապայի 60-ամյակը ծնունդ։ Ճանապարհին այդ զուլումն եկել է բռնել։ Իսկ ընտանիքից ողջ մնացածների առողջական վիճակի մասին ինչ կասեք, տեղեկություններ ունեք։ Տեղեկությունները դասից պես կիմանանք, ծայրահեղ ծանր վիճակում են, թե ինչ կլինի, ինչ չի լինի, այդ էլ գիտական գիտե, մենք ոչ մի բան չգիտենք, այդ էլ Աստված։ Երեխաները աղջիկ տղա ինչ ուներ։ Մի տղա մի աղջիկը մահացել են տեղում, 2 տղա մի աղջիկն է վիրավոր ծանր տարել են Երևան։ Երեխաները շատ փոքր են։ 8 տարեկան մեծն է, 8 ամսական փոքրը։ Իսկ գյուղում ինչ են ասում, ինչ վարկածներ են շրջանառվում, ինչի։ Դե մենք այդպես գյուղի հետ կապ չունենք, տանրապես մեր տարածքը մեր հարևանությունն է, մեր հարևանությունն է, ինչ տեսել ենք, լսել ենք այդ կանը։ Ոչ մի բան չգիտեմ։ Նաև ասում էին երկրորդ անգամ է այդպես վթար եղել, մի անգամ հրաշքով է փրկվել այդ տղան։ Դե եղել է երևի։ Թող այս անգամ է հրաշքով փրկվել։ Հրաշքա թող մնացած ողջերը փրկվի։ Դուք շփում ունեցել եք իրանց հետ։ Շատ մոտ հարևան ենք եղել, մենք իրար հետ շատ մոտ ենք եղել, մեկս մյուսիս տունը գնաց եկել ենք, իմ թոռներիս ամբողջ ծմեր 5 տարի դպրոց հետ է բերել իր երեխեքի հետ։ Իսկ ինքը ինչ ուներ գյուղում, քույր, եղբայր։ Մի հատ եղբայր ունի ու ազգություն ունի շատ։ 5-6 ազգություն, մեծ ազգություն են իրանք։ Ինքը շատ խելոք, շնորհքով տղա էր, շատ։ 1000 ափսոս։ Այս տարի չէր գնալու արտերն Գնալու էր, աշխատել։ դեռ սեզոնը չէր, գնալու էր։ Իսկ բնավորությամբ Շատ խելոք, շնորհքով, շատ ինչ կան լավ բաներ կա, կրնամ իրանց ասեմ։ Ինքը շատ այսպես չեմ կրնա բնութագրել իր բնավորությունը, ինքը իշքան լավ տղա էր, շատ։ Սաղի լսող, ով ինչ ասեր, իր գործը թափեր, վազեր, ուրիշի գործերը կեներ, շատ լավ երեխա էր, 1000 ափսոս։